Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել այցելել տեսակցելու իրենց զավակներին։ Այս տարվա առաջին այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի եւ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ։ Մինչ ավտոբուսների մեկնումը ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ։ Քաղաքապետը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել Երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների կողքին։ Արդեն 3-րդ տարին է, որ քաղաքապետարանի կողմից եւ նաեւ պաշտպանության նախարարության Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից կազմակերպվում են նման միջոցառումներ եւ արդեն ծրագրային է, տարին 2 անգամ մենք Լեռնային Ղարաբաղի եւ սահմանամերձ գոտում ծառայող Երևանաբնակ զինծառայողների ծնողներին ճանապարհում ենք իրենց երեխաներին, մեր զինվորներին տեսնելու։ Եվ ուզում եմ հիշեցնել, երբ որ առաջի անգամ մենք այս ծրագիրը իրականացնում էինք, որոշ մարդիկ փորձում էին այս ծրագիրը սևացնել եւ քննադատում էին քաղաքապետարանին եւ այս ծրագրին, թե նախընտրական է այս ամենը, բայց մենք մեր աշխատանքով ցույց տվեցինք, որ նախընտրական ծրագիր չէր եւ մենք պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինելու, մեր զինծառայողների ընտանիքների կողքին լինելու։ Հարկ է նշել, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում 2013 թվականից սկսած արդեն շուրջ 4000 ծնողի ընձեռվել է այս հնարավորությունը։ Ավելին, տարեկան արդեն առնվազն 2 անգամ են այսպիսի այցելություններ կազմակերպվում։ Ուզում եմ վստահեցնել, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, տարին 2 անգամ մենք կազմակերպելու ենք զինծառայողների ծնողների այցել, սահմանամերձ գոտիներ, նաև ոչ միայն ծնողներին ենք ճանապարհում իրենց որդիների մոտ, այլ նաև պաշտպանության նախարարի հետ միասին ունենք պայմանավորվածություն այն լավագույն զինծառայողները, ովքեր տարվա ընթացքում իրենց ծառայությունները կատարում են, բացի արձակուրդից լրացուցիչ նաև 5 օրով արձակուրդ են գալիս Երևան իրենց ընտանիքի բարեկամների հետ շփվելու։ Եվ մենք նաև ունենք մեր զինծառայողներին անակնկալ, այդ անակնկալի մասին չեմ ուզի ասել, այնտեղ տեղում մեր զինծառայողները կտեսնեն եւ այդ անակնկալները միշտ շարունակական են լինելու։ Շատ գոհ եմ։ 2 զինվոր ունեմ, չէի կարողանում գնալ, բայց Աստծուց գոհ եմ, որ դուք կաք, որ ձեր շնորհիվ։ Երկուսն էլ մեկը Վանաձորում է ծառայում, մեկը Ղարաբաղ։ Չէի կարողանում Ղարաբաղ գնալ, հնարավորություն չունեի։ Պարոն Մարգարյանի շնորհիվ հիմա ես գնում եմ առաջի անգամ տղայիս տեսնելու։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից նկատել է, որ սա եւս մեկ կարևոր քայլ է բանակ հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Նախ եւ առաջ պետք է ես իմ երախտագիտությունը հայտնեմ իմ լավ գործընկերոջը եւ ընկերոջը Երևանի քաղաքապետին Տարոն Մարգարյանին այս նախաձեռնության համար եւ խորհուրդը մեկն է նախ եւ առաջ հասարակության ուշադրության կենտրոնում է բանակը եւ բանակը հասարակության կողմից ծնողների կողմից աջակցության կարիք ունի այն առումով, որ իրենց զավակների հետ կապը բարձրացնում է նրանց ոգին եւ բացի դրանից կարծում եմ, որ ծնողները հնարավորություն ունեն ծառայության ընթացքում տեսնել իրենց զավակների կողմից իրականացվող ծառայությունը, ծառայության պայմանները, արդյունքները, ինչու՞ չէ նաև եթե կան բաց թողումներ, կարծում եմ, որ նրանց շուրթերից ծնողների շուրթերից լսել եւ հրամանատարների կողմից հետեւական աշխատանք կատարել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ դա անչափ կարեւոր է։ Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին եւ Սեյրան Օհանյանին ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար, ընդգծելով, որ ծրագիրն իսկապես անհրաժեշտ է ու սպասված։ Շնորհակալություն ենք հայտնում, երկրորդ անգամ եմ ես գնում արդեն երեխաս մոտ, այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար, որ անվճար գնում ենք մեր երեխաներին տեսնելու։ Սա շարունակական է։ Համոզված եղեք, որ տարին 2 անգամ քաղաքապետային կողմից կազմակերպել է։ Ապրեք շնորհակալ։ Եվ շնորհակալ ենք, որ նման որդիներ ունեք, որ մեր սահմանը։
բարի ծառայություն եք մաղթում, ձեզ բարի ճանապարհ։ Շնորհակալ։ Ըստ ցանկության միշտ կարող եք այցելել Զորամասեր, այս գործը այնպիսին է, որ եթե քաղաքապետը սկսել է այս գործը եւ ինքը խոսքի մարդ է, այդ նշանակում է հետադարձ ճանապարհ չկա, միշտ այս պայմանները լինելու են, որպեսզի այցելեք ձեր զավակներին, մենք էլ շնորհակալ ենք։ Այս անգամ եւս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ։